Եթերում պաշտպանության նախարարության, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստացարագրի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ։ 22 տարի առաջ 1992 թվականի մայիսի 9-ի գիշերը ժամը 4-ին հակառակորդի վերջին զինվորները լքեցին Շուշին եւ առավոտյան հայ մարտիկները մուտք գործեցին հայոց հինավուրց Բերդաքաղաք։ Ռազմարվեստի տեսանկյունից փայլուն իրականացված այդ գործողությունը կրում էր Հարսալիքը լեռներում ծածկանունը։ Եվ ահա հայոց հինավուրց Բերդաքաղաքի ազատագրման տարեդարձի առթիվ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսաֆիլմ, որը պատմում է Շուշիի ազատագրման մասին։ Նշենք նաեւ, որ տեսաֆիլմը նույնպես կրում է Հարսանիքը լեռներում խորագիրը։ Պատմությունը գալիք սերունդների համար շատ հաճախ հառնում է որպես առասպել, որպես անիրական մի եղելություն։ Եվ գալիք սերունդները դրվագ առ դրվագ փորձում են առասպելականը զատել իրականից, ճշմարիտը հորինվածքից։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի վերջին հայոց աշխարհի պատմական Արցախ նահանգում, ոչ թե առասպել է, այլ իրական եղելություն։ Եղելություն, որտեղ այնուամենայնիվ կա հերոսական մի ազգ, մարդկային մտքի եւ ոգու աներևակայելի մի թռիչք, որ վեր է հառնում որպես առասպել։ Դա հայոց հինավուրց Բերդաքաղաք Շուշիի ազատագրումն է։ Հայոց հինավուրց Բերդաքաղաքի մասին հիշատակությունները ձգվում են մինչև վաղ միջնադար։ Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին հնագույն ժամանակներում Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով վերածվել է Բերդի։ Տարբեր դարաշրջաններում այն ունեցել է տարբեր անուններ՝ Քար, Քարագլխի Բերդ, Շոշի Բերդ։ Բերդաքաղաք Շուշին Արցախ աշխարհի սիրտն է։ Ով տիրել է Բերդաքաղաքին, նա տիրել է ամբողջ Արցախին։ Եվ պատահական չէ, որ Արցախ ներխուժած օտար բանակները առաջին հերթին փորձել են նվաճել անառիկ Բերդաքաղաքը։ 18-րդ դարի կեսին, սակայն Բերդաքաղաքը ոչ թե նվաճվում, այլ նրան ուխտադրժորեն տիրացած Մելիք Շահնազարը այն հանձնում է Սարը Ջալու կոչվող Վաչկատուն ցեղի առաջնորդ Փանա խանին։ Եվ այդ ժամանակներից հյուսվում է քաղաքի առեղծվածային հանգույցը։ Ներքևի մասում բնակվեց թուրքը։ Եկեղեցիների կողքին հայտնվեցին մզկիթներ։ Իսկ 1920 թվականի մարտին թուրքը հրդեհեց եւ ավերեց հայկական քաղաքը, կոտորեց հազարավոր հայ բնակչությանը։ Արցախա-ադրբեջանական ընդհարումների ծավալմանն էլ զուգընթաց 1989-ին քաղաքը թողեց վերջին հայը։ Սկսվեց պատերազմը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախ պետականությունը։ Չհամակերպվելով Լեռնային Ղարաբաղի ընդունած քաղաքական որոշման հետ եւ օգտվելով ստեղծված իրավիճակից, Ադրբեջանի Հանրապետությունը քաղաքական հարցը տեղափոխեց ռազմական հարթություն, փորձելով ուժով ճնշել նորաստեղծ հանրապետությունը եւ հայ բնակչությանը զրկել իր բնորանում ապրելու իրավունքից։ Այդ ընթացքում Արցախյան քաղաքական հակամարտությունը վերածվեց զինված ընդհարումների, որոնք էլ աստիճանաբար փոխակերպվեցին իսկական պատերազմի։ Որսորդական հրացանների ու ալազան կայանքների փոխարեն Ադրբեջանը հայկական սակավաթիվ ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ գործի դրեց արդիական զինատեսակներ՝ տանկեր, հրետանի, ավիացիա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորաստեղծ բանակն ու կամավորական խմբերը մի կերպ դիմակայում էին ադրբեջանական բանակի տարբեր ուղղություններով ծավալած հարձակումներին։ Թշնամին գրեթե ամեն օր հրթիռահրետակոծում էր Ստեփանակերտը եւ շրջակա հայկական բնակավայրերը։ Առավելապես ծայրահեղ իրավիճակ էր ստեղծվել մայրաքաղաքում։
Բնակչությունը ռմբահարումներից ստիպված էր պատսպարվել նկուղներում։ Չկար էլեկտրաէներգիա, վարելիք, հաց։ Ջրի ու դեղորայքի պակասը համաճարակի բռնկման իրական վտանգ էին դարձել։ Իդեպ 1991 թվականի նոյեմբերից մինչև 92 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, ինչպես նաև Ջանհասան, Քյոսալար, Ղայբալու ադրբեջանական բնակավայրերից Ստեփանակերտի վրա արձակվել են հազարավոր արկեր, որոնց զգալի մասը գրադ կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ։ Ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։ Հայաստանի Հանրապետությունը օգնում էր ինչով և ինչպես կարողանում էր։ Պաշտպանության պետական կոմիտեի հիմքի վրա արդեն կազմավորվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որը կանոնակարգում և ապահովում էր Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության գործին լծված 80-ից ավելի կամավորական ջոկատների գործունեությունը։ Հարկ է նշել, որ այդ ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման չունեին, ու կապն ապահովում էր միայն ուղղաթիռներով, որոնցով բնականաբար ծանր տեխնիկա հնարավոր չէր տեղափոխել։ Правительство, президент ставил задачу, чтобы пробить дорогу. Կառավարության եւ նախագահի կողմից խնդիր էր դրվել ճանապարհ բացել դեպի Արցախ։ 1991 թվականի մայիսի 18-ից Ադրբեջանը փակել էր այդ ճանապարհը։ Ավտոմեքենաները չէին կարողանում անցնել։ Ուղղաթիռներով էինք սննդամթերք ուղարկում, հետախուզություն անցկացնում, վիրավորներին տեղափոխում։ Արցախը մայր հայրենիքի հետ միացնելու համար անհրաժեշտ էր ադրբեջանական ումունականներից մաքրել Շուշին։ Առանց Շուշին ազատագրելու մենք չէինք կարող ճանապարհ բացել դեպի Արցախ, լուծել մեր առջև դրված մարտական խնդիրները եւ ապահովել մեր հաղթանակը։ Այսպիսով արյունռուշտ ոսոխը մեզ ներքաշեց կենաց ու մահու պատերազմի մեջ, եւ հայ ժողովուրդը ազգային արժանապատվությամբ ընդունեց մարտահրավերը։ Առաջին հերթին հարկ էր լռեցնել Ստեփանակերտը եւ նրա հարակից բնակավայրերը հրետակոծող ադրբեջանական կրակագետերը։ Դրանցից առաջինը Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ գտնվող Կրկժանն էր, որը երկօրյա կատաղի մարտերից հետո 1992 թվականի հունվարի 20-ին ազատագրվեց։ Կարևոր նշանակություն ունեցավ նաև Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ հունվարի 25-26-ին փոքրաթիվ հայ մարտիկներին ջոկատի հրամանատար Վաղինակ Արուշանյանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը։ Այնուհետև հերթ հասավ Ասկերանի շրջանի Խոջալու ավանում տեղակայված օմոնականների հենակետին, որտեղից մշտական կրակի տակ էր առնվում Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը։ Եվ ահա փետրվարի 26-ին հայ կամավորականները վնասազերծեցին նաև այդ հենակետը, միաժամանակ ապահովելով Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը։ Այդուհանդերձ հակառակորդը դեռևս ռազմական հենակետեր ուներ մայրաքաղաքին մերձակա Ջանհասան, Քյոսալար բնակավայրերում, որտեղից եւս ռմբահարվում էր Ստեփանակերտը։ Սակայն թիվ 1 կրակակետը Շուշին էր։ Այդտեղից Ստեփանակերտի վրա օրական առնվազն 300-350 հրթիռ եւ արկ էր տեղում։ Բացի գրադ կայանքներից ադրբեջանցիները սկսեցին նաև օդուժ կիրառել, հարձակման նետելով Mi-24 ուղղաթիռներն ու Su-25 ռմբակոծիչ ինքնաթիռները։ Առկա իրավիճակը միայն մի ելք ուներ։ Անհրաժեշտ էր վերցնել Շուշին եւ ցամաքային կապ ապահովել մայր Հայաստանի հետ։ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Խոջալուի հենակետը ոչնչացնելուց անմիջապես հետո։ Պլանը կազմվել է 1992 թվականի մարտ-ապրիլ ամիսներին
հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները վերջնականորեն ճշգրտելուց հետո։ Ահա ձեր առջև Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի ձեռքով գրված զեկուցագիրն է, ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որով նա անհրաժեշտ քանակությամբ զինամթերք ու զինտեխնիկա է խնդրում ազատագրական գործողությունը սկսելու համար։ Փաստաթուղթը թվագրված է 24 ապրիլի 1992 թվական։ Այս մյուս փաստաթուղթն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին, ներկայացնում է գործողությունից առաջ առկա եւ անհրաժեշտ զինամթերքի քանակ։ Նշենք, հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենթանի ուժով եւ սպառազինությամբ։ Ամբողջ ճակատում ուժերի եւ միջոցների միջին հարաբերակցությունը կազմում էր 1:26-ի, իօքուտ հակառակորդի։ Ըստ հետախուզության տվյալների, Շուշիում եւ նրա պաշտպանական թևերում կենտրոնացած էին հակառակորդի մոտ 2500 զինվոր։ Ահա, այս արխիվային փաստաթղթից երևում է, որ 40 կիլոմետր երկարությամբ ճակատում մենք ունեինք մոտ 1800 կամավորական։ Եվ դա այն պարագայում, որ ըստ ռազմարվեստի կանոնների հարձակվող կողմը պետք է ունենա պաշտպանվող կողմից նվազագույնը 3 անգամ շատ անձնակազմ։ Այսինքն մենք պետք է ունենայինք նվազագույնը 7500 մարդ, իսկ հաշվի առնելով Շուշիի բնական դիրքը, այդ թիվը պետք է հասներ 10000-ի։ Շուշիի ազատագրման պլանը խիստ գաղտնիության պայմաններում կազմվել է Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Ֆելիքս Գզողյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների եւ այլոց գործուն մասնակցությամբ։ Ահա պահպանված մարտական հրամանը, որը ձևակերպվել է Սեյրան Օհանյանի կողմից։ Ըստ այս փաստաթղթի հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում, մոտ 1200 մարդ, Զարիսլու գյուղում մոտ 100 մարդ, Լիսագորում 300-ից 350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ մոտ 300 մարդ։ Շուշիի ազատագրման մարտական հրամանը մայիսի 2-ին ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին։ Այն պարունակում էր հետևյալ մանրամասները։ После долгих работ штаб пришел к такому выводу. Երկարատև աշխատանքներից հետո շտաբը եկավ հետևյալ եզրակացությանը։ Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զարիսլույում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։ Դրվել են հետևյալ խնդիրները. Ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զարիսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում։ Բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում եւ այն ազատագրել հակառակորդից։ Գ. Հետագայում հարձակվել Բերթաձորի ուղղությամբ եւ ազատագրել Բերթաձորի ենթաշրջանը։ Հակառակորդին ջախջախելու եղանակները. գրավել Նիշ 2214 բարձունքը եւ դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զարիսլուի վրա եւ հարձակման անցնել Շոշի, Արևելյան, 26-ի, Հյուսիսային, Լաչինի, Հարավային եւ Քյոսալարի հյուսիս-արևմտյան ուղղություններով։ Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն եւ ազատագրել Շուշին։ Ըստ այս մարտական հրամանի Շոշի կամ Արևելյան ուղղության հրամանատար է նշանակվել Արկադի Կարապետյանը։ 26-ի կամ Հյուսիսային ուղղության հրամանատար Վալերի Չիչյանը։ Լաչինի կամ Հարավային ուղղության հրամանատար Սամվել Բաբայանը։ Քյոսալարի կամ Հյուսիս-արևմտյան ուղղության հրամանատար Սեյրան Օհանյանը։ Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ կազմավորվել էին նաև պահեստային ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին հիմնական ուժերին։ Շուշիի ազատագրման մարտական գործողությունը պայմանականորեն կրում էր հարսանիքը լեռներում ծածկանունը։ Իդեպ հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս ապրիլի 24-ին, այնուհետև մայիսի 4-ին։
Բայց սպառազինության պակասի, վատ եղանակի եւ այլ պատճառներով այն հետաձգվեց։ Հարկ է նշել, որ Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստման շրջանում ահռելի աշխատանք են կատարել ինքնապաշտպանական ուժերի հետախուզական, հրետանային եւ կապի ստորաբաժանումները, ինչպես նաեւ բժշկական ծառայությունը։ Այսպես, ռազմական գործողության մշակման նպատակով հետախուզական տվյալների հավաքման, համակարգման գործընթացը սկսվել էր դեռևս մարտի սկզբին։ Բացի ինքնապաշտպանական ուժերի շտաբի կողմից անցկացված ընդհանուր հետախուզական աշխատանքներից, հակառակորդը հետախուզվում էր նաև ըստ ուղղությունների։ Շուշի քաղաքում հակառակորդի ցանկացած շարժ ու գործողություն գտնվում էր հսկողության ներքո։ Այսպես ասած, լեռնային հարսանիքի հրավառությունն էլ ապահովեցին հայ հրետանավորները։ Դեռևս ապրիլին սկսվեցին ինքնապաշտպանական ուժերի հրետանավորների կրակի կառավարման պարապմունքները, որոնք ղեկավարում էր Լեոնիդ Մարտիրոսովը։ Я тогда был на должности замначальника. Ես այն ժամանակ զբաղեցնում էի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Ինձ ուղարկեցին Արցախ ինքնապաշտպանական ուժերի հրետանային ստորաբաժանումներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց հետ կրակի կառավարման պարապմունքներ անցկացնելու համար։ Հակառակորդը սպառազինությամբ գերազանցում էր մեզ։ Մենք ընդամենը ունեինք 4 հատ D-30 հաուբից, 2 հատ BM-21 հրթիռային կայանք, 1 հատ KS-19 թնդանոթ եւ 8 հատ 120 եւ 82 մմ-անոց ականանետեր։ Սկզբում մի քանի օր շարունակ մենք կատարել ենք հետախուզություն, հակառակորդի կրակակետերի կոորդինատները պարզելու համար։ Այնուհետև հրետանավորների հետ ես անցկացրել եմ պարապմունքներ, սկզբում ձայնով, ապա հեռախոսի միջոցով։ Այնպես որ գործողության նախօրեին մեր բոլոր հրետանավորները կազմ պատրաստ սպասում էին կրակ հրամանին։ Կապի կազմակերպման առումով ինքնապաշտպանության ուժերի համար Շուշիի ազատագրումը նաև առաջին դասական գործողությունն էր։ Մարտական հրամանից դեռ 20 օր առաջ բերվեցին Ալինկո գերկարճալիկ կայանքները, որոնք գրոհի նախօրեին դրվելով կոնկրետ հաճախականությունների վրա բաժանվեցին ջոկատների հրամանատարների։ Շուշիի գրոհի 4 ուղություններում 38 կապավոր էր աշխատում, որոնց գործողությունները ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի կապի պետ Արթուր Աբազյանը։ Հարսանիքը լեռներում գործողության նախապատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ բուժծառայության հստակ եւ ժամանակին կազմակերպումն էր։ Հաշվի առնելով առկա իրավիճակն ու վիրավորներին արագ տեղափոխելու եւ որակավորված բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինքնապաշտպանության ուժերի ռազմաբժշկական ծառայության հիմնադիր Վալերի Մարությանի նախաձեռնությամբ Սղնախի ու Քարինտակի միջև առաջին գծից 2 կիլոմետր հեռավորության վրա բացահայտվեց դաշտային հոսպիտալ։ Իդեպ այն Սղնախի բնակիչների օգնությամբ պատրաստվեց ծղոտի խրցերից, իսկ տանիքը ծածկվեց ունեցած 2 վրաններով։ Մայիսի 8-ի կեսօրին Շուշիի գրոհից ժամեր անց հոսպիտալ բերվեցին առաջին վիրավորները։ Արձանագրենք նաև, որ Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել էր նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու որոշակի աշխատանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀ-ին եւ մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա, մասնավորապես հիշատակելով Մարաղայի եղեռնագործությունը եւ ապացուցելով, որ Շուշիի ազատագրումը արցախահայության կենսական շահերից բխող եւ պարտադրված անհրաժեշտություն է։ Եվ ահա տրվում է հրամանը մայիսի 8-ի գիշերն անցնել հարձակման։ Վերջնական գրոհից առաջ Պարքև Սրբազանն իր օրհնանքի խոսքն ասաց եւ աղոթ քղեց առ Աստված, Տիրոջ աջակցություն հայցելով պատմական արդարության ու բարու հաստատման համար։ Եվ հարինյաց եւ ազատագրման շրջանի Շուշվա, Հայա եւ պահպանյա սուրբ պատվական խաչի վտքոյի խաղաղության, սարամանատարությունս
ազգիս բանակահայոց, սպայական կազմս, ենթասպայական կազմս, զինվորս, զմարտիկս, ծառայողս, մատակարարողս եւ ժողովուրդն հայոց։ Դրկյա հերիբիլի եւ աներևույթ շնամյաց, արժանավորյա գողությամբ հարավելեսպես, անգոր եւ սուրբ հոգույն, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիդենից ամեն, օրտնյալ եղերուկի շնորհացու փոքվույն, երթայքի խաղաղություն, ի ողջություն, ի հաղթանակ, ի հաստատություն, ի կամս Աստուծո եւ իմաստությունս որդվո Աստուծո։ Եվ Սեր Հիսուսի Քրիստոսի եղեցին ձեզ ընդ մեզ ընդ ամենեսյանս ամեն։ Աստված օրհնի ողջությամբ ձեզ տանի դեպի հաղթանակ։ Հաղթանակը մերն է։ Եվ պետք էր միայն տեսնել այն ոգևորությունը, որ տիրում էր Շուշիի ազատագրման գործողության մեջ ներգրավված կամավորականների շրջանում։ Նրանք քաջ գիտակցում էին, որ գնում են խելահեղ քայլի, գնում են դեպի մահ իմացյալ։ Բայց այդ մահն ավելին չէր, քան հայրենիքը, հավատի սրբությունը, ազատությունն ու ազգի արժանապատվությունը։ Այնքան մեծ էր այդ ոգևորությունը, որ կարծես բոլորը ոչ թե մարտի, այլ հարսանիք էին գնում։ Արձանագրենք հատկանշական ևս մեկ փաստ։ Մայիսի 7-ին բոլոր զինվորները Արցախի թեմի առաջնորդ Պարքև Սրբազանից եւ մյուս սպասավորներից խաչ էին խնդրում։ Նրանք, որոնց բաժին չհասան կախովի կամ ամրացվող խաչերը, իրենց թիկունքին, թևերին, կրծքին, նույնիսկ զենքերին սպիտակ ներկով խաչ էին անում։ Եվ երբ նրանք մեկնեցին մարտական առաջադրանքը կատարելու, դա կարծես մի խաչակրած արշավանք լիներ։ Ասես խաչի ու սրի միաձուլման խորհրդանիշն էր, որ մեր կամավորականներին առաջնորդեց դեպի հաղթություն։ Այսպիսով, մայիսի 7-ից 8-ի գիշերը ժամը 2:40-ի սահմաններում տրվեց Հարսանիքը լեռներում գործողության մեկնարկը։ Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական կետը Շոշ գյուղից հյուսիս էր, նիշ 1267 բարձունքում։ Այնտեղ էին գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, շտաբի պետ Ֆելիքս Գզողյանը, Գուրգեն Դալիբալթայանը, հրետանու պետ Ռազմիկ Մելքումյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, հետախուզության պետ Վաչագան Հայրյանը, կապի պետ Արթուր Փափազյանը, Օլեգ Եսայանը, Զորի Բալայանը եւ շտաբի այլ պատասխանատու անձինք։ Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական կետում Արկադի Տեր-Թադևոսյանը ուղղությունների եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարներից ընդունում է պատրաստականության մասին զեկույցները, այնուհետև գեներալ Գուրգեն Դալիբալթայանից ստանալով գործողությունը սկսելու թույլտվություն ժամը 2:50-ի սահմաններում տալիս է հրետանային նախապատրաստության հրամանը։ Գրադ կայանքից Գեորգի Գասպարյանը 3 հրթիռ է արձակում Շուշի քաղաքի ստորին հատվածի վրա, դրանով ստուգելով նշանառությունը, որից հետո 17 հրթիռներ են արձակվում նույն ուղղությամբ։ Այնուհետև կրակը տեղափոխվում է քաղաքի վերին հատվածի վրա եւ համազարկ է տրվում 40 հրկիզող հրթիռներով, որոնք հրդեհի օջախներ են առաջացնում Շուշիում, խուճապի մատնելով հակառակորդին։ Այլ ուղղությամբ հարձակման տպավորություն ստեղծելու նպատակով ավելի քան 1 ժամ ականանետային կրակ է բացվում Ջանհասան գյուղի վրա։ Ապա ինքնապաշտպանական ուժերի 4 գրոհային խմբերը միաժամանակ անցնում են հարձակման։ Առաջին եւ երկրորդ ուղղությունների զորախմբերին, որոնք համապատասխանաբար ղեկավարում էին Արկադի Կարապետյանը եւ Վալերի Չիչյանը, տրվել էր հետևյալ մարտական առաջադրանքը. ճանապարհին ոչնչացնել հակառակորդի կրակակետերը, հասնել Շուշիի պարիսպներին, ճեղքել պաշտպանությունը եւ մտնել քաղաք։ Օպերացիան, որ մշակվեց, մի հատ զինտեխնիկա BMP-2 մենք դրինք Կոբրայում, այս բարձունքները մաքրելու համար, մի հատ T-72 Շոշի ուղղությամբ ճանապարհները պահելու համար, որ մենք հեշտ կարողանանք առաջի բարձունքը գրավենք, մինչև մոտենա մեր 3 հատ զինտեխնիկան, ստե քարերով ծածկած էր, փակ էր, չամփեն, մենք ստիպված էինք շրջանցել բլուրը շրջանցեցինք եւ այս ճամփով մոտեցանք ու շարժվեցինք մաքրելով այս բլուրները։
Մենք որ բարձրանում էինք, միջև բարձրանալը Պողոսյան յուրան զինտեխնիկայի գծով իմ տեղակալ ինքը գտնվում էր շոշի վերևի այն բարձունքում, որ կարողանա տեսնի ու ղեկավարի զինտեխնիկային ու կարողանա տեսնի Թուրքի զինտեխնիկան ոնց է մոտենում։ 5340. Он стрелял в нас? Да. Угол повторите. Вот где дым, это там был? Дирекционный угол 40-40, дальность 5340. Он идет, на нет идет. Либо это высоковольтная опора. Деревья подходят, да? Дон, готовность доложить. По зданию ударил. А? Как стреляет, да? Да пусть он стреляет, что он снарядом попадет в кого-нибудь, что ли? Там гулом страшно. Так, этот, Какач, пановер Панканыч, посмотрите. Երրորդ ուղությամբ գործող ուժերը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ պետք է շարժվեին Քիրսի եւ Զարիսլու Լիսագոր ուղություններով, փակելով Լաչին-Շուշի ճանապարհը, ինչը Շուշիում տեղակայված ադրբեջանցիներին կզրկեր Լաչինից եւ Զարիսլու գյուղից եկող օգնությունից։ Հարկ է նշել, որ այս ուղությամբ էր գործում նաև Ռոբերտ Քոչարյանը, ով հետագայում ստանձնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Ջան-Հասան Քյոսալար ուղությամբ հարձակվող ստորաբաժանումներին էլ հիմնական գործողություններից հակառակորդի ուշադրությունը շեղելու առաջադրանք էր տրված։ Այն է, զարգացնելով դեռևս ապրիլին սկսած մարտական ապակողմնորոշող գործողությունները, նրանք պետք է հակառակորդին ստիպեին, որ ավելի շատ ուժեր կենտրոնացնի տվյալ հատվածում։ Այս տեղանքը չափազանց բարդ աշխարհագրական տեղանքի լեռնանատարային պայմաններում ավելի հեշտ է պաշտպանությունում գտնվել, քան թե հարձակման անցնել։ Բայց հարձակման ճիշտ ժամկետում մենք կարողացանք սկսել շարժումը եւ առաջին հերթին Բադարա-Կարագյավ ուղությամբ շրջանցելով այն բնակավայրերի շուրջը տեղակայված հենակետերն ու կրակակետերը կողքից եւ թիկունքից հարվածներ հասցնել եւ ոչնչացնել դրանք, այնուհետեւ շարունակել հարձակումը։ Մի քիչ բարդ էր իրավիճակը Ջան-Հասան Քյոսալար ուղղությամբ, որովհետեւ այստեղ շուրջ 4 բնակավայրեր կային Ադրբեջանում, ուժերը մի քիչ ավելի շատ էին, քան Կարագյավի ուղղությամբ եւ այստեղ առաջին եւ երկրորդ բնակավայրերի միջև միջանկյալ տարածքներում մենք պետք է շրջանցեինք, այդ միջանկյալ տարածքներում դարանակալում պետք է արվեր եւ դարանակալման արդյունքում հետ քաշվող ուժերի ոչնչացում իրականացվել։ Այնպես ստացվեց, որ Կումայրի ջոկատի անձնակազմը հարձակման ընթացքում չհանդիպելով դիմադրության ավելի խորն էր մխրճվել։ Այդ մխրճման մասին մարտի ժամանակ իրենք զեկուցեցին ինձ եւ ես ճիշտն ասած իրենց զգուշացրեցի եւ ասացի կանգ առեք, խորը պետք չէ մտնել։ Իրանք հաջողությամբ այսպես ողջավորված լինելով խորն էին մտել եւ դրա արդյունքում մտել էին երկրորդ գծի եւ առաջի գծի ստորաբաժանումների մեջ եւ թեժ մարտերի ընթացքում մենք ունեցանք ամենաշատ զոհերը այդ տարածքում։ Այնուհետև ուժերի ավելի մեծ մասի մտցմամբ մենք կարողացանք նաև այդտեղ հասնել հաջողությունների։ Քյոսալար, Բաշքենտ բնակավայրերում մենք հանդիպեցինք նաև 26-ի ուղղության ռեզերվային ստորաբաժանումներին, որոնք որ ուժերի մի մասով շարժվել էին դեպի Ղայբալու
եւ այնուհետեւ դեպի Շուշի բնակավայր ուժերի մի մասով Բաշքենտ բնակավայրում միացան մեզ հետ եւ մենք այնուհետեւ շարունակեցինք հարձակումը։ Երբ ազատագրում էինք բլուրը, առաջի բլուրը, առաջի մեր ցավոք սրտի զոհը տվինք Համլետին, բայց ոչ մի կերպ չհուսահատվեցին տղերքը, հակառակ ավելի վրեժ խնդրությամբ առաջ նետվեցին, շարունակեցինք դեպի Շուշի, մաքրելով թշնամու կետերը, թշնամու զինտեխնիկան խփեցինք երկու հատ, մեկը որը ստեղ էր կանած, մեկը ճամփի տակնա, ներքև։ Երկրորդ մեր թշնամու հետ բախումը եղավ երկրորդ ոլորանում, մաքրելով թշնամու դիրքերը, բարձրացանք երրորդ բլուրի վրա։ Ես էլ վիրավորվեցի, ինձանից հետո իր վրա վերցրեց հրամանատարությունը Կարապետյան Սամվելը, իմ տեղակալ, ու հասցրեց նպատակին։ Հրետանային կրակի աջակցությամբ հարձակվելով բոլոր ուղղություններով հայկական ստորաբաժանումները հաջողությամբ առաջ էին շարժվում, բայց երբ խփվեց դեպի Բերդաքաղաք առաջացող մեր տանկը, առաջին ուղղությամբ գրոհող հայ կամավորականները ստիպված էին մի պահ կանգ առնել։ Շուշիի բանտի ուղղությամբ հարձակվող մյուս խմբավորումն էր Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ աննկատ մոտենալով Պարսպապատին ընկավ թուրքերի կրակի տարափի ներքո եւ նույնպես կանգ առավ։ Դիրքավորվեց ու սկսեց պաշտպանական մարտ վարել։ Աշոտ Ղուլյանը բանա Շուշվա բանտներ գրոհում, դե որ նայում եք անառիկ բերդապատա եւ ոնց որ ֆիլմերում ոնց որ կինո նայեիք, այդպես է։ Ճիշտ է, այդ պահին չես բան որ գրոհում ես, այդքան հետաքրքիր չի, ոնց որ ասում կյանքի մահու կռիվա, բայց կողքից նայում էր այդ ֆիլմերում որ կասկադյորներն են անում նման բաներ, մեր տղաները այդ բոլորը կատարել են ու այդ բանտը գրավել են։ Օրինակ Շուշիի մասին պատմելուց միշտ նշում եմ, որ օրինակ շոշեցիները մի խումբ, մեծ խումբ, 28 հոգի առանց զենք էին գնացել գրոհի, իրանց ջոկատի հետևից էին գնում, որ մեկը ասենք սպանվեր կամ վիրավորվեր, իր զենքը վերցնեին, շարունակեին։ Այդտենց բան կար, տենց ձգտում կար, տենց ոնց որ ասում տենց ես ճիշտ ասած հերոս բառը չեմ ընդունում, որովհետև պաշտպանելը հայրենիքը դա նորմալ երևույթ է, այդտեղ հերոսություն չկա, աննորմալ երևույթ է, եթե մարդը չի պաշտպանում իր հայրենիքը։ Բայց ուզում եմ ասեմ, տենց մեծ ոգևորություն էր ու տենց մեծ դուխ կար, որ մարդիկ պատրաստ անզեն գնացին կռվի։ Դա հազվադեպ բան է ինձ թվում է աշխարհի պատմության մեջ։ Երրորդ ուղղության ստորաբաժանումները հաղթահարելով լեռնային տեղանքի դժվարությունները հասան Շուշի Լաչին ճանապարհին եւ հսկողություն սահմանեցին արգելելով Լաչինից Շուշիին օգնության հասնող ուժերի առաջխաղացումը։ Չորրորդ ուղղության ռազմիկները Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ նույնպես հաջողությամբ կատարեցին մարտական առաջադրանք։ Նրանք դիրքավորվեցին Ջանհասան Քյոսալար Կարագյավ գյուղերում, պատրաստվելով հակառակորդի հակահարձակմանը։ Ռազմական գիտության կանոններով ու ռազմավարական յուրաքանչյուր մանրուքի հաշվարկմամբ մշակված գործողության լայնածավալ բնույթը շփոթության մեջ էր գցել ադրբեջանական բանակի զինյալներին։ Նրանք խայծը կուլ էին տվել եւ չէին կարողանում կողմնորոշվել ու կռահել հարձակման գլխավոր ուղղությունը։ Մի հատ թնդանոթ ունեի հակակարկտային։ Մի քանի հատ արգ ունեի, այն էլ բաներ էլի, երկաթ էր, ասինքն պայթուցիկ չէր,
այդ արկը վնաս չէր տա։ Եվ այդ թնդանոթը բան չուներ, պրիցել չուներ։ Կրակողն էլ մի սենց փոքր-մոքր տղա է, նույն շորժ գյուղից, փողով նայում էր թնդանոթի և կրակում էր, որ կպնում էր պատին բերթի, այդ լավ ձեն էր գալիս, վնաս չէր տալիս որևէ, չէր պայթում, ուղղակի երկաթի կտոր էր, էլի կպնում էր պատին, բայց լավ ձեն էր գալիս, այդ ձենը որ գալիս էր, ամբողջ ուղղությունը համարյա լսում էր ու ուռա էին բղավում տենց, մեծ ոգևորություն էր, չնայած թուրքերին վնաս չէր տալիս, էլի։ Նույնիսկ այն պարագայում, երբ հայկական տանկը խփվեց եւ այդ ուղղությամբ հայերի հարձակումը կանգ առավ, ադրբեջանցիները չկարողացան կանխել խոչապը, կազմակերպել քաղաքի պաշտպանությունը։ Նրանք սարսափահար փախչում էին Շուշիից։ Հայկական կողմը խուսափելով ավելորդ զոհեր տալուց հրամայեց բացել Շուշի Լաչին ճանապարհը եւ չխոչընդոտել ադրբեջանցիների փախուստը։ Չնայած որ ճանապարհը իրանք նինապատել էին, գլխավոր ճանապարհը, բայց այդ մենք իսկույն այդ միները հանեցինք, ճանապարհ բացեցինք եւ հասանք մինչեւ Խազանչոց եկեղեցին։ Խազանչոց եկեղեցում այն էր կատարվում, ինչ որ ես օրինակ կյանքում չէի տեսել տենց բան։ Իրանք սարքել էին այդտեղ պայեստեր, դինամոթերքի պայեստեր, սկսեցինք այդ արկղները այնտեղից հանել։ Երբ որ սկսեց Պարկեսրպազան աղոտքը կարդալ, Ալեքսանյան Արտուրը չոքի կաղնեց ու հունգուր սկսեց լաց լինելը։ Դա ուրախություն էր, արցունքները այդ ուրախություն էր, որ մենք գտնում ենք այդ եկեղեցում, երբ տեսնում ենք ոնց է Պարկեսրպազանը այդ աղոտքը կարդում։ Մայիսի 9-ի գիշերը ժամը 4-ին հակառակորդի վերջին զինվորները լքեցին Շուշին եւ առավոտյան հայ զինյալները մուտք գործեցին հայոց հինավուրց բերդաքաղաք։ Ազատագրվեց Շուշին, հնամյա, տանջահար ու վիրավոր։ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ցածանվեց հայոց եռագույնը եւ մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերնի վեր, կամարներն ի վեր։ Շուշին սպասում էր իր հարազատ զավակներին։ Նրանց, որոնց նախնիներն իր պարիսպներն են կառուցել, շինել են եկեղեցի եւ ուսումնարան, կամարակապ տներ ու սալահատակ փողոցներ, հրապարակել են թերթ ու գիրք, կրթել են մանուկներին, բայց եւ առնախում թշնամու սրից ու հրից նահատակվել են իրենց տան առաջ, հարազատ քաղաքի փողոցներում ու եկեղեցու բակում։ Մտնելով Շուշի քաղաք, լինելով իմ հարազատ հողի վրա, շրջում էի քաղաքով մեկ ու ճիշտն ասած ուզում էի մի հատ ավտոմեքենա վերցնել ու տեղից դուրս գալ դեպի մեր տունը գնալ, մեր ծնողներին պատահել ու ուրախության լուրս հայտնել բոլորիս, որ Շուշին արդեն գրաված է եւ Շուշին մերն է։ Չի կարող լինել թշնամունը, քանի որ մենք պատերազմել ենք մեր հողերի համար, մարտչել ենք մեր գրաված տարածքների համար ու երբեք չենք թույլ տա, որ թշնամին ձեռք դնի, ոտք դնի այդ հողերին։ Մենք կանք կլինենք ու կգոյատևենք։ Այսպիսով ազատագրված է հայոց գեղատեսիլ Շուշին։ Ազատագրված է մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի հայ ռազմարվեստի պատմության մեջ եզակի ռազմական գործողության շնորհիվ։ Գործողություն, որն իրականացվեց ռազմագիտության տառին ու ոգուն համահունչ։
Արցախա-ադրբեջանական ռազմական առճակատման ընթացքում առաջին անգամ համակողմանիորեն հետախուզվեց տեղանքը, ուրվագծվեցին հարվածային ուղղությունները, ներգրավվելիք ուժերն ու միջոցները, մշակվեցին զորքերի եւ զորատեսակների փոխգործակցության եղանակները եւ այդ ամենի հիման վրա տրվեց մարտական հրաման։ Наши войска вошли, отряды вошли в Шуши. Երբ մեր ջոկատներն արդեն Շուշիում էին, հրամանատարական կետի մոտ մոտեցավ իմ համարզը եւ շնորհավորեց հաղթանակի արդիվ։ Մի պահ կարծեցի, թե շնորհավորում է մեծ հայրենականում տարած հաղթանակի օրվա արդիվ։ Հետո անմիջապես հիշեցի, չէ՞ որ մենք էլ այստեղ ենք գործողություն անցկացնում։ Եվ ասես մի ծանր բեռ ընկավ իմ ուսերից։ Դրանից հետո էլ անմիջապես անցանք դրված խնդիրների կատարմանը։ Ռազմարվեստի մասնագետների հիացմունքը հարուցած այդ գործողությունն իրականացվեց հայ մարտիկների աննկուն խիզախությամբ, հանձնվեր հերոսականությամբ ու անսահման հավատով։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետև եղել եմ այն մարտիկների հրամանատարը, ովքեր ինքնակամ առանց վարանելու գնում էին մարտի։ Հրամանատարը պետք է պարտադրի, պետք է հրամայի, եթե հարկ է, նաև ուժով ստիպի։ Բայց այդ օրերին դրա մասին խոսելն անգամ ավելորդ էր, որովհետև այնքան մեծ ոգեղենություն կար Շուշին գրոհելու պատրաստ մեր տղաների մեջ։ Այդ երևույթն ինձ հիացրել ու մինչ օրս շարունակում է հիացնել։ Եվ ես խոնարհվում եմ այդ մեծ ոգու առջև, այն ոգու, որ ուներ մեր զինվորը։ Այս ռազմագործողության ընթացքում մեր ընդհանուր կորուստները կազմել են 47 զոհ եւ 68 վիրավոր։ 1 միավոր T-72 տանկ ու 1 միավոր հետևակի մարտական մեքենա։ Մոտավոր տվյալներով հակառակորդը տվել է 150-ից 200 զոհ, ավելի քան 300 վիրավոր, 13 գերի։ Շուշի քաղաքում եւ ռազմաճակատի այլ հատվածներում հակառակորդը թողել է մոտ 10 միավոր զրահատեխնիկա, 10 միավորից ավելի հրետանի եւ ականանետ, մեծ քանակությամբ հրթիռներ, արկեր եւ այլ զինամթերք։ Շուշիի ազատագրմամբ, սակայն հարսանիքը լեռներում գործողությունը չավարտվեց։ Դրան հաջորդեց Լաչինի միջանցքի բացման ռազմական գործողությունը։ Շուշիի ազատագրումից հետո այս ուժերը, որոնք որ իմ ենթակայության տակ էին, դրանք մի քանի օրվա ընթացքում ազատագրեցին Շուշիից արևելք ընկած շուրջ 17 բնակավայր, այնուհետև նաև Լիսագորի հատվածում մենք միացանք հարավային ուղղության ուժերի հետ եւ շարունակեցինք մեր հարձակումը Միջանցքի ամբողջությամբ ազատագրման ուղղությամբ։ Այսպիսով ճեղքվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման օղակը եւ մայիսի 18-ին բացվեց Արցախը Հայաստանի միացնող մարդասիրական ճանապարհը։ Այդ գործողությամբ վերջնականապես ամրապնդվեց թվականակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը։ Շուշիի անկումը բարոյահոգեբանական խորտակիչ հարված էր հակառակորդի համար, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում եւ մինչ օրս էլ չկարողացավ հաղթահարել պարտվածի բարդույթը։ Վերականգնվեց պատմական արդարությունը։ Հինավուրց Շուշին ազատագրվեց։ Ինչ վերաբերում է ռազմական նշանակությանը, ապա այս առումով շատ մեծ դեր խաղացին հայ մարտիկների կազմակերպված եւ հստակ գործողությունները, ինչի արդյունքում բեկվեց պատերազմի ընթացքը։ Իսկ քաղաքական նշանակությունն այն էր, որ մենք ի վերջո աշխարհին ապացուցեցինք, որ մենք ունենք ազգային արժանապատվություն եւ համախմբվելով, նույնիսկ փոքր ուժերով, բայց մեծ ցանկության դեպքում ի վիճակի ենք լուծել մեր առջև դրված խնդիրները։ Այո, Շուշիի ազատագրումը դարձավ մեր հերոսական ազատամարտի հաղթական մեկնարկը։ Լինելով ազատագրական պայքարի գագաթնակետը, այն դարձավ նաև հետագա հաղթանակների բանալին։ Եվ ահա Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին կրկին վեր է առնում մոծված խաչը։ Այն խաչը, որ մեր ռազմիկներին անսասան հավատով, աննկուն կորովով գրոհի մղեց, նրանց հոգիներում վառ պահելով հաղթանակի կեռոնը։ Վեր է առնում որպես մեր հազարամյա գոյության ու գալիք դարերի լույս խորհրդանիշ։
պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյայը պահպանյա, սուրբ է պատվական խաչի քոյի խաղությամբ, զեկեղեցիս Հայաստանյաց եւ ժողովուրդն հայոց, Հայաստան եւ Արցախ հանրապետությունս եւ բանակս հայոց, Փրկյա եւ ազատյա հերիվի Լիվանելի ու ճշնամյաց, եւ արժանավորագությամբ փառավորենք ըստ քեզ ընթոր եւ սուրբ հոգուդ այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն Տեր կեցուդու ըս հայս Տարիներն ակնթարթ սահում են, հեռանում, սակայն ժամանակի մշուշից վեր են հառնում Շուշիի գործողության մշակմանն ու իրականացմանը մասնակցած բոլոր հերոսներ, ովքեր կերտեցին հարսանիքը լեռներում առասպել։